Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնքահայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հունիսի 16-ն է 2026 թվական։ Հետընտրական կրքերը դեռ չեն հանդարտվում, բնական է չեն էլ հանդարտվելու, ինչա տեղի ունեցել որ հանդարտվեն, մի փոքր անդրադառնանք, հետո նոր խոսենք արդեն աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային որոշակի հետաքրքրություն ներկայացնող թեմաներից։ Ազգային ժողովում իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. Ազգային ժողովի ամբիոնից խորհրդարանական այն ընդդիմությունը, որը ձևավորվում է 9-րդ գումարման ազգային ժողովում, կատարելապես ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր է։ Նրանց նույնիսկ չի կարելի ասել քաղաքական միավոր և Հայաստանի Հանրապետության լեգիտիմ իրավունքն է այդ շրջանակներին զրկել հետագա քաղաքական գործունեության իրավունքից։ Այդ պարտավորությունը ստանձնել և վերաստանձնել ենք։ Հայաստանի քաղաքացիները հարցնում են, ինչու մինչ օրս այդ խնդիրները լուծված չէին, մենք էլ հստակ և ուղիղ բացատրել ենք։ Հայաստանի կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը առավել կենտրոնացված է եղել խաղաղության օրակարգի ձևավորմանը, որը մեծագույն ջանքերն ուղղված են եղել այդ աշխատանքներին, նշել է Փաշինյանը։ Հիմա հասկանանք ինչ ունենք։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդդիմությանը ասել է ունեք այսքան մանդատ։ Մանդատ նշանակում է այդ մանդատի ծավալով նաև իրավունքներ։ Դնենք մի կողմ, որ նրանք պետք է խորհրդարանում չլինեին, դա հարցի մի կողմն է։ Մենք իհարկե գտնում ենք, որ նրանք խորհրդարանում ընդհանրապես անելիք չունեն, բայց դա մենք ենք գտնում։ Նիկոլ Փաշինյանը, իշխող ուժի ղեկավարը, հայտարարում է, որ ինքը նրանց իրավունքները չի ճանաչում։ Ոնց կարող է պատահի խորհրդարանը լինի լեգիտիմ, եթե ընդդիմությունը, որը որ պետության կողմից ճանաչում է, որ պարտադիր պետք է այսքան տոկոս, այսինքն 1/3-ը լինի ընդդիմություն, և դա նաև իրավունքներ է, խորհրդարանական կառավարման համակարգի պարագայում դա նաև վերահսկողական ֆունկցիա է խորհրդարանի կողմից, դա որոշակի գաղտնիքներին ծանոթանալու իրավունք է։ Այո, գաղտնի փաստաթղթեր կան, որ ազգային ժողովի պատգամավորը, անկախ նրանից իշխող ուժի պատգամավոր է թե ընդդիմադիր, նա իրավունք ունի ծանոթանալ։ Իսկ հիմա այդ մարդկանց համարում են ապօրինի, այսինքն շատ հանգիստ կարող են ասել, մենք թույլ չենք տալիս, որ այս գործակալները ծանոթանան պետական գաղտնիքին, բայց դա նշանակում է իշխող քաղաքական ուժը ինչ էլ անի, հանգիստ կարա որևէ հաշվետվություն չտա։ Շատ վատ է, որ իրանք են խորհրդարանում, բայց այսօր իշխող քաղաքական ուժը հայտարարում է, որ նրանք ապօրինի են, այսինքն նրանց լիազորությունները եթե սահմանափակել, խորհրդարանից դուրս ողջունելու են։ Եթե Նիկոլ Փաշինյանը ասում է, որ այ բերենք այս ապօրինիներին խորհրդարան, որպեսզի նրանց ճնշելով ժողովուրդը ողջունի, դա նշանակում է ժողովուրդը ողջունի, որ ստեղծում ես բռնապետական համակարգ, որովհետև ինչ է նշանակում խորհրդարանական կառավարման համակարգի ժամանակ պատգամավորին ասես դու մանդատ ունես, բայց իշխող քաղաքական ուժի ղեկավարը դա համարում է ապօրինի։ Դուք հասկանում եք դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ իրանք լավ էլ ուզում էին, որ այդ մարդիկ լինեին խորհրդարանում, լավ էլ ուզում էին, այո, պասերով լավ էլ արեցին, որ իրանք լինեն։ Դուք պատկերացրեք ցանկացած հարցում Նիկոլ Փաշինյանը հիմա աշխարհին ներկայանում է որպես Հայաստանի խորհրդարանում միակ արևմտամետ ուժ, բայց Նիկոլ Փաշինյանը արևմտամետ է։ Նիկոլ Փաշինյանը սկի ինքը չի ասում, ասում է բալանսավորված քաղաքականություն ենք վարում, բոլորի հետ էլ լավ հարաբերություններ ունենանք, այսինքն ինքը չի էլ ասոցացվում դրա հետ։ Նույնիսկ եթե խոստումներ ասում է, որ մենք գնում ենք դեպի Եվրոպա, բացարձակ այդ ուղղությամբ որևէ քայլ չի արվում։
մենք չխաբվենք նրա վրա, որ Ռուսաստանը սանկցիաներ է կիրառում որոշ ապրանքների նկատմամբ, Եվրոպան էլ ձեռք է մեկնում։ Դա գաղափարական ծրագրային աշխատանք չի դեպի Եվրոպա, բայց ինքը ասոցացվում է, որովհետև խորհրդարանում այդ երկու քաղաքական ուժի համեմատ ինքը արևմտամետ է համարվում։ Բայց իհարկե նրան պետք չէ լինի, որ իրական գաղափարական արևմտամետ ուժ լիներ խորհրդարանում, որ ասել ես ինչ ես խոսում, կամ եվրոպական տարբեր հանդիպումների ժամանակ պատվիրակությունների մեջ լինում է նաև ընդդիմության ներկայացուցիչ, որ դնեին հեքիաթներ պատմեին, չէինք ասելու, այս ինչ հեքիաթներ եք պատմում այս մարդկանց մոտ։ Կարող է մենք չգիտենք Հայաստանում ինչ է կատարվում, բայց ով դա ասի։ Եթե ռուսամետ ընդդիմության ներկայացուցիչը լինելու է պատվիրակության կազմում, գնան Եվրոպա բողոքեն Հայաստանից, կամ ասեն այս իշխանությունը, դե ասեն սուս մնացեք, մտամ չգիտենք դուք ովքեր եք։ Սա ինչի համար արվեց, որ այո, խորհրդարանում չլիներ իրական գաղափարական այլընտրանք, եւ առաջի շահառուն դրա հենց իշխող քաղաքական ուժներ։ Այդ տեսնում եք ինչ ընդդիմություն ունենք, որը դեռ ոտը խորհրդարան չդրած արդեն ապօրինի է։ Ով է դա հայտարարել, կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ, սահմանադրական դատարանը ոչ, դատարանը ոչ, վարչապետը։ Ասես չեմ ճանաչում, դուք ապօրինի եք։ Եթե այն կողմը ապօրինի է, որի իրավունքները օրենքն է ճանաչում, որ այդ խորհրդարանը չի կարող լեգիտիմ լինել։ Բայց հիմա այս ընթացքում ինչ պետք է անեին այդ ընդդիմադիրները։ Եթե գոնե խելքները ոչ մի բան չի հասնում, լսում են այն մարդկանց, ովքեր իրաց կթել են, մի քիչ էլ որ կթեն, Նիկոլ Փաշինյանը համարյա ճիշտ է դուրս գալի, որ ասма բանա եղած փողերը կկորցնեն։ Պետք չի որ Նիկոլ Փաշինյանը խլի։ Այսա կթողները կկթեն էլի ժողովրդին, դա ինչ մի բարդ բան է։ Չեք տեսնում ինչ է կատարվում։ Բա դրեք մի հատ դիմեք եվրոպական կառույցներին, ասեք դուք լեգիտիմ եք ճանաչում, ողջունում եք այս ընտրությունները, ասում եք անցել է ազատ արդար, բայց այդ ընտրությունը չի ճանաչում իշխող քաղաքական ուժը։ Բա դուք ի՞նչն եք լեգիտիմ ճանաչում։ Պետք չի Ռուսաստանին դիմել, Ռուսաստանի կարծիքն ու վերաբերմունքը գիտենք։ Եթե վերաբերմունք չի արտահայտում, դա էլ է վերաբերմունք։ Բայց ինչի՞ չեք անում։ Հա, որովհետև ուզում եք մանդատը վերցնել։ Բա որ մանդատը վերցնեք, ինչ եք անելու։ Գնալու եք խորհրդարան, ինչ եք անելու։ Մինչև ընտրությունները ասում էին, տեսեք, փողոց ենք դուրս գալու, հեղափոխություն ենք անելու, դուք տեսեք ինչ ենք անելու։ Հիմա եկել ընտրությունն ավարտվել է, ինչ են ասում, բա որ փողոց դուրս գանք, ինչ որ բաներ անենք դրսում, կարող է բախումներ լինի, կարող է այսպես, բա դուք ընտրություններից առաջ ժողովրդին ասել էիք, որ դուք գառնուկի պես պատրաստում եք մանդատը վերցնել գնալ խորհրդարան, բայց այդ դեպքում քանի տոկոսային կստանեիք։ Դուք մոռացել եք, թե ինչ ձևով էիք արտահայտվում, թե ինչ եք անելու ընտրությունից հետո, բա ինչի չեք անում։ Հիմա էլ բացատրում եք, որ չի էլ կարելի անել, բա մենք տես բան ինչի պետք է անենք, մենք պետք է մանդատը վերցնենք եւ գնանք խորհրդարան, այնտեղ աշխատենք։ Ինչ եք աշխատելու, ժողովուրդ ջան։ Գնում եք խորհրդարան, որ ծեծ ուտեք, բառից ուղիղ եւ փոխաբերական իմաստով։ Բայց նաեւ ուղիղ։ Այո, դուք դեռ ոտներդ ներս չդրած, ձեզ համարում են ապօրինի։ Ինչ հարց բարձրացնեք, ծեծելու է։ Ժողովուրդ ջան, իսկ մի բան է հետաքրքիր։ Այսինքն մի քանի 100 միլիոն դոլար ծախսում եք, որ գնաք ծեծուտեք ամբողջ աշխարհի առաջ։ Ժողովուրդ ջան, թողեք գնանք խորհրդարան, նորմալ օրենսդրական գործունեությամբ զբաղվեինք, այդ միջազգային կապերը իշահս հայ ժողովրդի եւ Հայաստանի պետության ծառայացնեինք, թեկուզ գործից հոգնած տուն կգայինք, կդիմեիք, կգայինք, ձեզ ձերի կծեծեինք էլի ժողովուրդ ջան։ Այսինքն դրա համար պետք է մի քանի 100 միլիոն փող ծախսել, որ ամբողջ աշխարհի աչքի առաջ ծեծուտեն։ Դա է մանդատ վերցնելու առաքելությունը։ Բա սա մի կարճ ժամանակ հետո տեսնելու եք, որ դուք հանրային ոչ մի վստահություն չունեք, ինչի, որտեղ նրանք ովքեր փողը վերցրել են, գնացել են, քվեարկել են, այդ ձեր ձայները չի։ Փողը տվել եք, ինքն է քվեարկել է, ձեր
բանը պարտքու պահանջը վերջացավ։ Իսկ նրանք, ովքեր իսկապես ձեզ ընտրել են, բայց դուք խոստացել եք իշխանափոխություն, նրանք էլ հիասթափվելու են մի կողմ քաշվեն։ Էս ենք ունենալու մենք խորհրդարան, որ ի սկզբանե դեռ չձևավորված իշխանությունը համարում է ապօրինի եւ բացարձակ անվերահսկելի ալնելու իր գործողությունները։ Այնպես չի, որ մենք ինչ որ հույս ունեինք այս ընդդիմությունից, մենք ուզում ենք նորմալ ընդդիմություն լինի, բայց նույնիսկ այս վատ ընդդիմությանը զրկելու են իրավունքներից, իսկ այսօր իրանք դա իմանալով, այսօր մտածում են վերցնենք մանդատ եւ գնանք արդյունավետ աշխատենք, ինչ որ բաներ դուք ինչ եք պահանջելու իշխանությունից։ Կարա ձեր հարցին էլ չպատասխանի, կարա ձեր բարձրացած հարցերին ասի տեղներդ վերենգեք այ հանցագործներ, ինչ եք անելու, կռիվ եք սարքելու ազգային ժողովի դահլիճում, իրանք շատ դուք քիչ, դուք էլ ցույց եք տվել, որ դուք պատրաստ եք օրենքի շրջանակներում իրանց հետ աշխատել։ Մենք սա ունենք ժողովուրդ, դեռ չի սկսվել 9-րդ գումարման ազգային ժողովը դեռ չի սկսել իր աշխատանքը, բայց արդեն նրան հայտարարված է ապօրինի։ Հիմա սա էինք ասում, ինչ արեցիք դուք։ Այո, եթե իշխանությունը համարում է, որ ապօրինի է ընդդիմությունը, որը սահմանադրությամբ լիազորություն ունի, ինքը համարում է, որ ապօրինի է այս խորհրդարանը եւ պետք է լինի արտահերթ ընտրություններ։ Թե ինչ ձևակերպում կգտնեն, թե ինչպես դա կանեն, թող իրանք մտածեն, բայց այսպիսի հայտարարություն վարչապետի անունից ասում է խորհրդարան գոյություն չունի եւ պատահական չի, ասում են ինչ եք գալի խորհրդարան, ինչ ունեք անելու։ Այսինքն իշխող քաղաքական ուժը ասում է սա վատ պատգամավորներ է, մի եկեք, մենք գնանք հանգիստ մեր գործն անենք։ Այսինքն իրանք ի սկզբանե հայտարարում են, որ իշխող քաղաքական ուժին ընդդիմություն պետք չի, որի իրավունքները ամրագրված է օրենքով։ Այդ դրա համար պետք է այսպիսի ընդդիմություն լինի, որին ասեն գասել, չգասել, ոչ մեկին հետաքրքիր չես, այ գործակալներ, այ հանցագործներ, այ թալանչիներ։ Այս սրան էր արժանի մեր հասարակությունը։ Այս ընտրությունն է, եւ ասում եք, ախր այ ժողովուրդ ջան, ախր իրանք խոստացել են հունիսին փոփոխություն։ Բա դուք չեք կարող է դա անել, իրանք կարողացան անեն, կարողացան ձեզ խաբեն։ Երկու նախադասություն արտասանելու հնարավորություն չունեցող մարդը, որ ոչ հայերեն է կարող խոսա, ոչ ռուսերեն, կարողացավ այդքան ձայն ստանա։ Այս է այդ որոշում, իսկ բոլոր են հրապարակային գործիչները, որոնք իրանց կոտորում էին, նրանք կոտորում էին, որ մենք այսպիսի խորհրդարան ունենանք։ Եթե դուք շարունակում եք նրանց հավատալ, ուրեմն ժողովուրդ ջան, դա արդեն դուք ձեր մեջ մանեք եք։ Ինչու է դա այդպես։ Որտեւ իրանց ցանկացած խորհրդարանը հենց սա էր, որ լիներ Նիկոլ Փաշինյանը, այլընտրանք գոյություն չունի, չհավատակ ոչ մեկին, եւ Նիկոլ Փաշինյանի համար շատ հարմար ընդդիմություն։ Այս սա են ուզում ժողովուրդ ջան, թե դուք նրանց ինչին եք լսում, ինչին եք հավատում, արդեն դուք որոշեք։ Ես ուղղակի սա ասում եմ այն բանի համար, որ դուք պատկերացնեք, որ հիմա զարգացումները լինելու են ավելի կոշտ, ավելի խիստ, սպասումները, մարտահրավերները շատ ավելի դաժան են լինելու, պատահական չի, որ Նիկոլ Փաշինյանն այսօր խոսում էր, որ ասում է այս ընթացքում պետականությանը վնաս կար, դրսի ճնշումներ կար, հազիվ կարողացանք հաղթահարել, հիմա կարող ենք ասել։ Բայց տագնապը, որ ունեիք, որ դրսի ճնշումը կարող է եւ կործաներ հայոց պետականությունը, բայց երբ որ մենք այդ մասին խոսում ենք, մարդկանց դեղերը տալիս եք, ասում եք, ինչ եք խոսում, ինչ եք տագնապից խոսում, ինչ եք ասում, ամեն ինչ լավ է, Փաշինյանն ասում է գնացեք երգեք, պարեք, թրջկոտեք, դուք եկել տագնապից եք խոսում, իսկ Փաշինյանն ասում է անցած գնացած է, տագնապ կար։ Վտանգ կար, որ կարող է պետականություն կորցնեինք։ Մենք վերանայեցինք մեր քայլերը, որ սադրանքի չգնանք, մեղավորն էլ փաստորեն իշխանությունն է ըստ իրա։ Դե սադրանքի որ չգնանք, այդ տագնապը չի լինի։ Մեղավորը Հայաստանի իշխանությունն է, ինքը վերանայել է իր քայլերը։ Բայց երբ որ մենք տեսնում ենք, որ մի բան ճիշտ չի գնում, ու ասում ենք ժողովուրդ ջան, ճիշտ չի գնում, ասում են դե լավ էլի, մարդը հանգիստ ասում է գնացեք երգեք պարեք, դուք ասում եք վտանգ կա։ Հետո ասում է ժողովուրդ ջան, հետադարձ հայացք գցելով, ասենք, որ կարող է
պետությունը կորցնեինք, եթե մենք չվերանայինք մեր քայլերը։ Այսինքն սա մեր պետությունն է, ժողովուրդ ջան։ Կարող է իրան չհաջողվեր դեմը առներ։ Հետո այսինքն մենք պետք է նման վտանգների մասին, որը գիտենք, հասկանում ենք, գնահատում ենք, ձեզ ներկայացնում ենք ինչա կատարվում, իսկ ձեզ պետք է ուղղակի զգոնությունը բթացնել, երկու պարելով ու թրջկոտելով։ Հետո էլ ասել, հա ժողովուրդ ջան, ուզում ենք ասենք, որ կարող է պետությունը կորցնեինք, հազիվ կարողացանք դեմն առնել։ Չեմ հավատում, որ կարողացել եք դեմն առնել։ Որտեղ որերորդ անգամ նա հետադարձ հայացք գցելով ասում եք հայոց մեկ պետականությունը կարող է կորցնեինք, բայց անցած գնացածը նոր ասում ենք։ Անցած գնացած չի, քանի դուք եք իշխանություն։ Եվ հիմա էլ որոշել են ազգային ժողովի համապետական ընտրություն, դե համապետական առաջնային մանդատը մենակ ազգային ժողովն է, ընտրությունների հետ կապված քաղաքացիական պայմանագիրը նախաձեռնությամբ է հանդես գալիս, որ ընտրողը պետք է առնվազն վերջի մի տարվա մեջ 6 ամիս Հայաստանում ապրած լինի, որ ընտրելու իրավունք ունենա, այ որպեսի դրսից չգան քվեարկեն եւ այլ եւ այլ։ Դրսի կապը Հայաստանի հետ պետք չի այդպես կտրել։ Պետք չի ցույց տալ, որ բոլորը գալիս են Հայաստանին վատություն անելու։ Դուք հատուկ սարքեցիք, որ ցույց տաք, որ գալիս են քվեարկեն ու գնան։ Հատուկ նպատակային սարքեցիք, որ մեր ժողովրդի մեջ ատելություն թշնամանք սերմանեք Հայաստանի դեմ, հայաստանցին էլ դրսի նկատմամբ։ Դա հատուկ նպատակային արած բաներ է։ Ժամանակին դա անում էին Արցախի իշխանությունները եւ Երևան եկած խոպանչիները հայաստանցի Ղարաբաղցի թշնամանքի համար, ես դա ձեզ ներկայացել եմ, թե ոնց են դա արել եւ ոնց են դրան հասել, փաստաթղթեր են բերել, ոչ թե հենց այնպես միայն խոսակցություն։ Այս իշխանությունն էլ անում է բոլոր ուղղություններով, մի օր Ամերիկա հայերին կպնի, մի օր Եվրոպա հայերին կպնի, մի օր Ռուսաստանի հայերին կպնի, արդյունքում ինչ է ստացվում։ Դուք օրենք եք ուզում ընդունեք, որտեղ ընտրողի վրա ավելի կոշտ ու դաժան պայման է դրվում, քան ընտրվողի վրա։ Ընտրվողը վերջի 4 տարին կարող է առնվազն կեսը Հայաստանում եթե լինի արդեն կարող է ընտրվելու իրավունք ունենա, բայց ընտրողի նկատմամբ ավելի խիստ պահանջ ենք դնում, ինչ խնդիր ենք դրանով լուծում։ Դա էլ աբսուրդ է, մի ծայրահեղությունից մյուսի մեջ ընկնել է, որովհետև ի վերջո մի բան է պետք, ոնց անենք այս իշխանությունը կարողանան պահեն։ Դրա համար պետք է նորից գտնել այսպիսի ռուսամետ ընդդիմություն, խելքները ուտել, նրանք էլ փողերը բաժանեն, ասեն ոնց բանա, մենք ենք արդեն։ Հիմա մենք այս վիճակով ենք մտնում process, որ տեսնենք աշխարհում ինչա կատարվում, էլի եթե ժամանակ կմնա, նաև կանդրադառնանք այդ թեմաների։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ Նեթանյահուն եկել էր Վաշինգտոն եւ աղաչել Օբամային չկնքել այդ գործարքը Իրանի հետ։ Նեթանյահուն պետք է ավելի պատասխանատու լինի Լիբանանի հարցում։ Սա երկու թեմա է, ասել ինքը, բայց երկուսին առանձին անդրադառնանք։ Հիմա քանի որ ասում են շատ մոտ է Իրանի հետ համաձայնությունը, հիմա հասկանանք ի վերջո ինչի նկատի ունի։ Ուզում ասի ժամանակին Նեթանյահուն եկել էր Վաշինգտոն եւ աղաչել Օբամային չկնքել այդ գործարքը Իրանի հետ։ Դոնալդ Թրամփը այնպես խոստովանական ցուցմունք է տալիս, որ իրան հարցաքննել պետք չի։ Այսինքն Բենյամին Նեթանյահուն եկել էր ու այդ իր պատկերացրած թույլիկ Օբամային աղաչում էր լուրջ, բա ինչի՞ չի Դոնալդ Թրամփին աղաչում, բա ինչի՞ է Դոնալդ Թրամփին հանձնարարում, բա ինչի՞ է Դոնալդ Թրամփի կնքած փաստաթուղթն ասում, ես ոչ տեղյակ եմ, ոչ էլ ճանաչում եմ այդ փաստաթուղթը։ Ես չգիտեմ ինչ են որոշել Իրանի հետ, բայց դա ոչ մի կապ չունի մեր ծրագրի։ Այդ նույն Բենյամին Նեթանյահուն չի։ Մի անգամ դու կարող ես ասել, որ Բենյամին Նեթանյահուն եկել է, Թրամփ քեզ էլ աղաչել, որ ինչ որ բան անես։ Չենք տենում, որ անընդհատ արդարանում ես, ասում ես, չէ, իր պահանջը չեմ կատարում, չէ, ժողովուրդ ջան, այդ ես եմ տենց ուզել, հա, ինքը հանձնարարել է, որ տենց անեմ, բայց դա չի նշանակում, որ մենակ իր հանձնարարականն եմ անել։ Օբամային քննադատում ես որպես թույլիկ, բայց ուժեղ հզոր տղա Նեթանյահուն գալիս էր աղաչում էր իրան։ Ավելի պարզ, հազիվ թե ինքը կարողանար բացատրել իրավիճակը։ Նեթանյահուն պետք է ավելի պատասխանատու լինի Լիբանանի հարցում, դա էլ այն է, որ Նեթանյահուն չի էլ ճանաչում
որ ինքը կվերանայի իր քայլերը, ասում մտել ենք Լիբանանի տարածք, դա մեզ համար, այսպես ասած, անվտանգության գոտի է, եւ այդտեղից դուրս չենք գալու։ Հզբալային վերացնենք, չվերացնենք դուրս չենք գալու։ Այդ տարածքները մենք վերցրել ենք։ Իսկ դա պայմանավորվածություն ուներ Դոնալդ Տրամպը Իրանի հետ համաձայնագրի հարցում։ Այսինքն ստացվում է, որ Իսրայելը չի ճանաչում այն փաստաթուղթը, որը Ամերիկան կնքում է, եւ որի մեջ ինքը ներառել է նաեւ Լիբանանում պատերազմի դադարեցումը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիրը ստորագրվել է եւ որ դրա տեքստը կհրապարակվի ուրբաթ Շվեյցարիայում պաշտոնական ստորագրումից որոշ ժամանակ անց։ Համաձայնագրով հրադադարը կերկարաձգվի ևս 60 օրով, որի ընթացքում կողմերը կհամաձայնեցնեն վերջնական պայմանագրի մանրամասները։ Այսինքն սա ընդամենը համաձայնագիր է ժամանակ շահելու, որ վերջնական փաստաթղթի վրա աշխատեն։ Սա վերջնական փաստաթուղթ չէ։ Այն ոգևորությունը, որ ունի Դոնալդ Տրամպը այս փաստաթղթի հետ կապված, ուզում է գոնե մի հաղթանակ ինքը ձևակերպի, ասի ես հաղթեցի, ժողովուրդ ջան, ես եկա խաղաղության, ես խաղաղություն բերեցի։ Մարդիկ էլ ասում են, բայց որ Իրանը ինչ խփեիր խաղաղ էր էլի։ Հորմուզին հեղուստն էլ բաց էր էլի։ Ինչ ես հիմա պատմում։ Ինչին ես խաղաղություն բեր։ Բարձրում ընտրությունները, չէ՞ թե ինչ-որ մի արդարացում, մի բացատրություն գտնի, թե ոչ։ Իսկ Իրանի արտգործնախարարության խոսնակը Էսմայել Բաղային ինչ է ասում. Լիբանանը ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու համաձայնագրի անբաժանելի մաս է կազմում։ Հուշագրի նախագծում Լիբանանը 3 անգամ հիշատակվում է, քանի որ այն կոչ է անում դադարեցնել պատերազմը բոլոր ճակատներում, ինչպես նաև հարգել նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Էսմայել Բաղային հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պարտավորվել է ազատել Իրանի սառեցրած միջոցներն արտասահմանում եւ փոխհատուցել պատերազմի ընթացքում կրած վնասները շրջանակային համաձայնագրի համաձայն։ Իրանական սառեցրած ակտիվների ազատումը, ինչպես նաև վնասի փոխհատուցումը երկու կարևոր կետեր են։ Ամերիկյան կողմը պարտավորվել է միջոցներ ձեռնարկել երկու ոլորտներում էլ, ասել է Բաղային։ Այսինքն այդ կետերը, որ դուք նայեք, ոնց որ Իրանը գրել է եւ ուղարկել է Ամերիկային, ասել է, ես եմ ուզում, հիմա Տրամպը մտածում է Իրանի ուղարկած կետերը ոնց պետք է ընդունի, որ դա հաղթանակ համարի։ Կամ ցույց տա, որ դե լավ, դες կետերը համաձայնվել եմ այն կարևոր հարցի համար, որ գոնե կարողանամ նավթի հարցը լուծեմ։ Շարունակում է Բաղային. Իրանական սառեցած ակտիվների ազատումը, ինչպես նաև վնասի փոխհատուցումը երկու կարևոր կետեր են։ Ամերիկյան կողմը պարտավորվել է միջոցներ ձեռնարկել երկու ոլորտներում էլ, ասել է Բաղային։ Այսինքն դուք պատկերացնում եք ինչ է նշանակում։ Վնասի փոխհատուցումը պահանջում Ամերիկայից եւ սառեցված ակտիվների ազատում։ Բա Դոնալդ Տրամպն ասում էր նախկինում սենց փայլում փաստաթուղթ ոչ մի նախագահ չի ունեցել Իրանի հետ։ Սենց փաստաթուղթ ով էլ ուզենար կունենար էլի։ Դե ված չի որ համաձայնության գա։ Բայց սա հաղթանակ ներկայացնել խնդիրը դա մեզ համար մենք վաղը սպասելիքներ ունենք, չէ՞ Ամերիկայից։ Ցավոք պետք է ընդունել, Բաղային շարունակում է, որ Իրանի խորը անվստահությունը Միացյալ Նահանգների նկատմամբ բխում է ամերիկացի առաջնորդների կողմից թույլ տրված չարաշահումների երկար պատմությունից։ Միացյալ Նահանգները դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, մինչև կարողանա նվաճել Իրանի ժողովրդի վստահությունը, նշել է Բաղային։ Այսինքն դուք տեսաք, որ այս փաստաթուղթը, որի շուրջ բանակցում են, դա վերջնական խաղաղության պայմանագիր չի, ընդհանրապես հուշագիր է, համաձայնագիր է, շարունակել աշխատանքը 60 օրով պատերազմը դադարեցնել, դե հիմա դադարեցված է, բայց որպեսզի կարողանան աշխատեն վերջնական փաստաթղթի ուղղությամբ։ Բայց այն կետերը, որը առաջարկում է Իրանը, Իրանի համար բավական շահեկան է։ Լավ է, որ Իրանի համար շահեկան է, մեր հարևանն է, բայց վատ է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները, եթե դա ընդունում է, կարող է դա խնդիր առաջացնել տարածաշրջանում իրավիճակի փոփոխության։ Իսկ իրավիճակը եթե փոխվի հօգուտ Իրանի, դա այդքան էլ մեր սրտով չի, ժողովուրդ ջան, հասկանում եք, շատ մանրամասը չբացատրեմ, մշտական խոսել ենք։ Պատկերացրեք, որ հանկարծ հաջողվի Իրանին ասի, որ
Կովկասը հարավային իմ կենսական շահերի գոտին, դե տենց ասում է, եւ դա կարողանա կյանքի կոչել, որտեղ Հայաստանը չի դիմադրելու Իրանին, ոչ էլ դիմադրելու է Ամերիկային։ Ստացվում է այնպես, որ երկուսով պայմանավորվելու են եւ մեզ վճիռը կայացրած ցույց տալ, որ սենց է ալնելու։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչի Իրանը եւ ԱՄՆ-ը ուրբաթ Շվեյցարիայում կսկսեն բանակցությունների նոր փուլ ժամանակավոր համաձայնագրի պաշտոնական մեկնարկից հետո վերջնական համաձայնագրի հասնելու համար։ Ժամանակավոր համաձայնագրի մասին է խոսքը։ Հավանաբար ուրբաթ դեռևս որոշվող վայրում կսկսվի Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև բանակցությունների նոր փուլ վերջնական համաձայնության հասնելու համար, ասել է Արաղչին։ Նա միաժամանակ զգուշացրել է, որ Իսրայելի կողմից Լիբանանի վրա ցանկացած հարձակում կամ Լիբանանի տարածքում շարունակական իսրայելական ներկայություն կհամարվի Միացյալ Նահանգների հետ ժամանակավոր համաձայնագրի խախտում։ Այսինքն Իրանի վիճակը այնքան վատ չի, որ ինքը ասի հազիվ համաձայնվեմ, մի համաձայնագիր կնքեմ խաղաղություն լինի, ինքը նախապայման է դնում Լիբանանը, Լիբանանի հարցում համաձայնություն չկա անգամ Ամերիկա, Իսրայել եւ ասում է եթե դա խախտեցիք, ուրեմն ես չեմ ընդունի, որ մենք հանգել ենք խաղաղության։ Դա նշանակում է ինքը համարում է, որ իր դիրքերը բավական ամուր է, այդքան հարված ուտելուց հետո, որովհետեւ տեսնում ենք, որ Դոնալդ Տրամպը ինչքան էլ վախեցնում է, քայլ չի անում։ Մեր կարծիքով շարունակում է արտգործնախարար Աբբաս Արաղչին, այս հուշագրի կողմերն են մի կողմից Միացյալ Նահանգներն ու Իսրայելը, մյուս կողմից Իրանն ու Հեզբոլլահը։ Այսինքն ինքը հստակ կանգնում է Հեզբոլլահի թիկունքի, չի էլ ասում է Հեզբոլլահն վերացնեք, Լիբանանից դուրս եկեք։ Չէ, ասում է Հեզբոլլահին տերեմ։ Իսկ Հեզբոլլահն գիտենք պետություններ պետության մեջ չի մերկ այն կշիռը չունի ոնց որ տարիներ առաջ, բայց ի վերջո դա զինված խմբավորում է պետության ներսում, որը այդպես էլ թույլ չէր տալիս, որ Լիբանանը որպես պետություն կայանա։ Եվ ինքը ասում է ես ճանաչում եմ, որ Իսրայելը Միացյալ Նահանգների կողմից է։ Բենյամին Նեթանյահուն ասում է ես այդ փաստաթղթին ծանոթ չեմ մասնակցել դրան։ Չի կարա ծանոթ չլինի, որովհետեւ դա հրապարակվել է։ Այսինքն ուզում ասի ես դրա հետ կապ չունեմ։ Սա թերևս հուշագրում ամենակարևոր հարցն է, պատերազմի անհապաղ և մշտական դադարեցման հռչակումը բոլոր ճակատներում, այդ թվում Լիբանանում, ասել է Արաղչին։ Այսինքն բանակցություններից առաջ ինքը իր նախապայմանները Իրանը դնում է։ Հիմա դուք պատկերացրեք, թե դա ինչքան է կարևորում, թե մեր հետագա անելիքներում, երբ որ խոսում ենք այն մասին, որ պետք է պարզապես ավելի հետևողականորեն աշխատել Եվրամիության հետ, իհարկե Ամերիկայի հետ էլ աշխատել, բայց այսօրվա ադմինիստրացիայի հետ երկարաժամկետ հույսեր պահել, փայփայել, այն դեպքում, երբ որ մենք տեսնում ենք ինչ է կատարվում, այս խնդիրը, որը պետք է մենք ուշադրության կենտրոնում պահենք։ Իսկ հիմա նայենք Ուկրաինայի շուրջ ինչա կատարվում, Ֆրանսիայում ընթացող մեծ յոթնյակի գագաթնաժողովի շրջանակում կայացել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի փակ հանդիպումը։ Կողմերը քննարկել են Ռուսաստանի հետ ընթացող պատերազմը և դադարեցված խաղաղ բանակցությունները վերսկսելու հնարավորությունները։ Հանդիպումը տեղի ունեցել մեծյոթնյակի համատեղ աշխատանքային նստաշրջանի շրջանակում։ Իհարկե տեղի ունեցել նաև առանձնազրույց Դոնալդ Տրամփի և Վոլոդիմիր Զելենսկու եւ հասկանալի է, որ հիմա նաև Դոնալդ Տրամփն է հասկանում, որ Ռուսաստանի հետ կապված եթե վերաբերմունքը չփոխի, ինքը շատ խիստ խնդիրներ կունենա։ Իսկ հիմա մի բան կարդանք, նոր էլի այդ թեմային անդրադառնանք։ Բելորուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո Եթե Ուկրաինան սկսի հարձակվել Բելորուսի վրա, այնպես ինչպես հարձակվում է Ռուսաստանի վրա, մենք շատ խոցելի կլինենք, մենք հասկանում ենք սա և այդ պատճառով էլ չենք ուզում կռվել։ Ահա այն, ինչ որ պետքա իմանայինք, չնայած մենք գիտեինք, այնպես չի որ մենք չգիտեինք, բայց որ ժողովուրդը լսի դա Լուկաշենկոյի բերանից։ Սա այն Լուկաշենկոն էր, որ երբ որ հարձակվել էին Ուկրաինայի վրա,
Երբ որ այստեղից պարբերաբար տարբեր լրատվամիջոցների տված հարցազրույցներում ասում է, որ Ուկրաինան կռվելու է, մտներից հետ հանեք այն, որ 3 օր էս են եւ այլ, մանրամասը չասեմ, դա, բայց սա այն Լուկաշենկոնը, որը հարցազրույցի ժամանակ հարցրեցին, քանի օր կտևի պատերազմը, ասեց մաքսիմում 4, ասեց ընդեղ չկա մեր հետ կռվող, չկա ընդեղ, մեր հետ կռվող, այսինքն ինքը համարում էր, որ ինքը եւ Ռուսաստանը միասին են Ուկրաինայի դեմ կռվում, որից հետո իր տարածքը օգտագործեցին Ուկրաինայի վրա հարձակվելու համար։ Դրանից հետո, երբ որ հասկացա, որ իրավիճակը փոխվեց, վախից ասեց բերեք ռուսական միջուկային մարտագլխիկներ տեղակայենք Բելարուսում եւ ասեց, որ եթե մեր վրա հարձակվեք, մենք սա կօգտագործենք։ Մենք հրաշալի գիտենք, որ դու չես էլ կարող դա օգտագործել, եթե քո վրա հարձակվեն, որ Ռուսաստանի վրա հարձակվում են օգտագործում, որ մի հատ էլ բերի քո մոտ տեղակայի եւ քո մոտից օգտագործի։ Ինչի չենք հասկանում, որ դա չի լինելու։ Այսինքն այդ բլեֆը չաշխատեց։ Հիմա ինքը ասում է, մենք պատերազմի մեջ չենք մտնում, որտեղ այն հարվածները, որը ուտում է Ռուսաստանը, եթե ուտենք մենք, դա կլինի կործանը։ Բայց այդ ձեր միութենական պետության պայմանավորվածությունը, ըստեղ էլ անջուր բոբկացածներն ասում են, պետքա միանանք Ռուսաստան-Բելարուս միությանը, այո մեր ապագան էլ է դա, այ մեր անվտանգությունն էլ կերաշխավորենք, մեր հարցերն էլ կլուծենք։ Այսօր Լուկաշենկոն ասում է Ռուսաստանի հետ կռվել չեմ ուզում, որովհետև Ռուսաստանի պես հարված եթե ուտեմ, Բելարուսի համար կլինի կործանարար։ Սա պատերազմի 5-րդ տարին է ասում։ Դե վերցրեք նայեք ինչ էր ասում 2022 թվականի փետրվարին եւ կարդացեք ինչ է ասում, բա սրանից ենք մենք փորձում հեռու պահել մեր երկիրը, ժողովուրդ ջան։ Իսկ հիմա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Ֆրանսիայում մեծյոթնակի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին եւ նշել, որ կրկին կհանդիպի նրա հետ։ Թրամփը նշել է. Ես արդեն այն ունեցել եմ, լրագրողի հարցին ասել է, որ այո, հանդիպել եմ։ Նաեւ հավելել, որ շատ լավ հանդիպում էր։ Ռուսաստանը պետք է գործարք կնքի։ Ռուսաստանը կորցրել է հսկայական թվով մարդկանց, ինչպես Ուկրաինան։ Եվ ինքը թվարկում, այսքան զոհեր եւ այլ ավելի մանրամասը բացատրել, որ Ռուսաստանի դիրքերը շահեկան չի, այս են Թրամփները, որ ասում էր, որ Ուկրաինան խաղաքարտեր չունի, նա պետք է զիջումների գնա, եւ հիմա Դոնալդ Թրամփը այս ամեն ինչից հետո ինչ է ասում։ ԱՄՆ նախատեսում է վերականգնել ռուսական նավթի դեմ պատժամիջոցները։ Ու չկարծեք, որ սա վերականգնում է, որովհետեւ հասկացավ, որ պետք է Ուկրաինային օգնի, դա հարցի մի կողմն է։ Ինքը պատճառաբանում է, թե ինչի համար է դա անում։ Ասում է, «Էսա պայմանագիր կնքենք Իրանի հետ, էսա Իրանի նավթի հետ տեսնենք ինչեր են անում, արաբական երկրների նավթը դուրս գալու հետ կապված այլևս խնդիրներ չենք ունենա, նավթի հետ կապված շուկան կդառնա կառավարելի վերահսկելի, գներն էլ կվերանայվեն, այսինքն արդեն մենք կարող ենք սանկցիա կիրառել Ռուսաստանի վրա, երբ որ խաղադաշտ կմտնի ոչ միայն Իրանը, այլ նաև Հորմուզի նեղուցը կբացվի արաբական նավթային պետությունների համար։ Հիմա ճիշտ ժամանակն է Ռուսաստանի վրա սանկցիա կիրառելու, բայց չի թաքցնում, որ դա ոչ թե նրա համար է, որ ագրեսորին, օկուպանտին պատժել, չէ, ինչ նեղություն, այլ ուղղակի, որ հիմա կարող է անել, որովհետև այն ժամանակ եթե սանկցիաներ կիրառեին, նավթի դեֆիցիտ է առաջանում, գները բարձրանում եւ ինքը չի կարողանում բացատրի, թե այս ամեն ինչը ինչի համար է անում։ Հիմա դուք տեսնում եք, որ այնինչ որ մենք հիմա ունենք, մեր շուրջ ինչ է կատարվում, Իրանի հետ կապված, աշխարհում ինչ է կատարվում, Ռուսաստանը շատ ծանր հարվածներ է ուտում, նաև Ղրիմի հետ կապված, այդ այն տարածքն է, որ ինքը համարում էր, որ վաղուց արդեն կերել մարսել է, եւ ինչից որ խոսում էին, ասում էր Ղրիմի հարցը չի քննարկվում, բայց Ղրիմի կոմունիկացիոն հնարավորություններին Ռուսաստանի մայր տարածքի հետ այնպիսի ծանր հարվածներ է հասցնում Ուկրաինան, որ համարյա արդեն դարձել է Ղրիմը կղզի։ Իսկ այդ դեպքում նրանք ուղղակի նորմալ ապրել, նորմալ
կարողանան այդ տարածքը պահեն, չեն կարողանա, որովհետև այդ նույնիսկ զորքերն են դուրս գալիս, նույնիսկ ընդհանրապես նավատորմի հետ կապված անգամ գրասենյակներն են վախից հանում, էլ չեմ ասում նավատորմը, տեղափոխում ամեն ինչ նավառասիսկ, էլ դրանից հետո այդ ժողովուրդը, որ դա տեսնի, այդ նավատորմը պետք է իրանց պահեր, բա որ տեսնում է իրանք առաջընկած գնում են, անգամ գրասենյակներն են տեղափոխում, ոչ թե մենակ նավերը, այսինքն նենց են տեղափոխում, որ հասկացում է, որ հետևող չկա, այլևս այդտեղ անվտանգ չի, էլ հետևող չկա, բա ի՞նչ է տեսնում այդ ժողովուրդը, շարունակելու այնտեղ մնա եւ կոտորվի, երբ որ Ռուսաստանը չի կարողանում օդը փակի իր համար, անգամ Մոսկվայի նավթավերամշակման գործարանի հարված հասցնում Ուկրաինան Մոսկվայի տարածքում, դուք Մոսկվա չեք կարող պահեք, էդում եք դուք անվտանգության երաշխիք տալու, կարող է մի հատ էլ պատահաբար Հայաստանին, քարտեզի վրա չեք նայել այդ հրթիռը կամ այդ դրոնը ինչքան է անցնում, ճակատային գծից չի ուղարկում, մի քիչ խորքից է ուղարկում, թաքնված տեղից է ուղարկում, որ չկարողանան ֆիքսեն եւ պատասխան հարված տան, այսինքն 1000 կիլոմետրի վրա խփում է, ու խփում է Մոսկվային, ժողովուրդ ջան, այդ է ձեր պահած քաղաքը, այդ ձևով եք Հայաստանին անվտանգության երաշխիք տալու, ստեղ էլ մարդիկ ոգևորվում են, ասում են, մենք ենք մեղավոր, որ ռուսները մեզ տիրություն չեն անում, 1000 կիլոմետրի վրա Մոսկվայի վրա եկող դրոնը չի կարող խփի, մի կիլոմետրից կամ 10 կիլոմետրից, որ մի հատ բան թռնի Հայաստանի վրա, ռուսները պետք է կարողանան խփեն, չէ, պետք է ասեն դուք եք մեղավոր, դրա համար չխփեցինք, այդ բլեֆը վաղուց պարզված է, ժողովուրդ ջան, հիմա եթե որևէ մեկը դրա վրա խփվում է, դա արդեն ուղղակի հանցագործություն է, ժողովուրդ, հնարավոր չի, ոնց կարող եք դուք այդ ձևով մարդկանց խփել, ու հիմա մեր երկրում դեռ շարունակում են կռիվ տալ, որ այս Ռուսաստանի հետ ավելի սերտ բարեկամություն ունենան, ինչու համար, ժողովուրդ, որ ինչ հարց լուծեք, կենսամակարդակն է բարձր, սոցիալական վիճակն է լավ, ժողովրդավարության մակարդակն է, այսինքն ինչն է մեզ դա հետաքրքրում, ինչն է ձեզ կապում, միայն նա, որ մեր ժողովրդի մի մասը այնտեղ աշխատում է, դա պատճառ է, որ մենք մտածենք Հայաստան պետության ճակատագիրը կապենք, աշխարհասփյուր հայությունը տարբեր տեղեր, բոլոր տեղերն էլ ապրում է, որևէ տեղից ես մտքովս կանցնի, որ որևէ մեկն ասի, բա մենք ստեղ ապրում ենք, հանկարծ մեզ կճնշեն, երբ որ դուք Հայաստանից քննադատում եք, ավելի աբսուրդ բան դժվար է պատկերացնել, անգամ Աֆրիկայից մեկը ինձ չի զանգել ասել, զգուշեղի հանկարծ Աֆրիկայի, որ զուլուսների ղեկավարը շատ ծանր է տանում, որ քննադատում եք, էլի, ասենք պիգմեյներին բանին, որ քննադատում եք, զգուշ եղեք, թե չէ մեզ կարող է ճնշեն Աֆրիկայում անգամ տենց բան հնարավոր չի, բայց Ռուսաստանում հնարավոր է, իր քաղաքացուն կարող է ճնշել նրա համար, որ մեկ ուրիշ երկրի քաղաքացի քննադատի իրան, բայց ինքը ճնշում է իր քաղաքացուն, որն ունի իրավունքներ եւ պարտականություններ, այն աշճանի, որ նրանք արդեն մեր վրա մուննաթ են գալի, ասում են, բա ձեր պատճառով մեզ են ճնշում, բա դուք որտեղ եք ապրում, որ ձեզ ձեր քաղաքացիություն ունեք մի երկրում, որտեղ ձեզ ճնշում են նրա համար, որ դրսից ձեզ քննադատում են, բա մենք հեսա ենք ասում, լավ ինչ որ պատճառով դուք այդտեղ ապրում եք, ձեր օրվա հացն եք վաստակում, հասկանում ենք, ընդունում ենք, ըմբռնումով ենք մոտենում, բայց դուք ոնց եք ուզում Հայաստանը լինի այդ պետության գերին, որ դուք այդ մի կտոր հացի համար, դուք պատանդեք այդ երկրում, այդ նույնը ձեր հայրենիքին եք ցանկանում, դրա համար սա մեզ համար ավելի քան ցայտուն է ժողովուրդ ջան, դրա համար ասում եմ, այսօր խորհրդարանից ոչ մի սպասելիք չկա, որտեղ իշխանությունը լինելու է անվերահսկելի ու անկառավարելի, ընդդիմությունը ինչ էլ անի, ոչ մի բան չի լինի, ընդդիմության իրավունքներն էլ դրսում էլ չեն հարգելու, պետք է ասեն դուք խախտեցիք, դուք մարդկանց ձայնը գողացաք, դուք մարդկանց ձայնը առաք, դե գնացեք ծեծ կերեք, չի լինելու, ոչ մի սպասելիք չկա,
Խորհրդարանից դուրս արտախորհրդարանական ուժերը, եթե հասկանում են իրավիճակը ինչ տեղի ունեցավ, մասնավորապես ես համարում եմ, որ այո, շատ լուրջ անելիք ունի Հայաստանի շնորհապետական կուսակցությունը, որովհետև իրանք հստակ ծրագրով ասել են մեր ապագան Եվրամիությունն է։ Հիմա դուք տեսնում եք, որ այս ընթացքում էլի Եվրամիությունն է մեզ ձեռք մեկնում, էլի Եվրամիությունը իսկ այս հանկարծակի իրավիճակում փորձում է ամեն ինչ անել օգնելու հարցում։ Նշանակում է դա ցույց է տալիս, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, եւ դրա համար այսօր անգամ պետք է մտածել ինչ անել, որ կարողանալ հետևողական քայլերով ուժեղացնել այդ դիրքը, ոչ միայն այդ կուսակցությունը, այլ նաև այդ դիրքը, եւ պետք է մտածել, որ այո, պատրաստվելով հաջորդ ընտրությանը միշտ պետք է պատրաստ լինել ցանկացած արտահերթ գործընթացների, լինի դա արտահերթ ընտրություն, թե արտահերթ զարգացումներ, առավել ևս, որ մենք տեսնում ենք աշխարհում ինչ իրավիճակ է, տարածաշրջանում ինչ իրավիճակ է, եւ ներսում ի սկզբանե ձևավորվում է մի իշխանություն, որը դեռ չձևավորված, արդեն իշխող ուժը համարում է ապօրինի, այն մյուսն էլ նրան է համարում ապօրինի։ Մենք այս իրավիճակում ենք գտնվում, եւ դուք պատկերացրեք, իհարկե կուզենայինք, որ խորհրդարանական հնարավորությունները հարթակն ու ամբիոնը օգտագործեինք առաջ տանելու ծրագրեր ու գաղափարներ։ Դե այսպես ուզեցին, դուք տեսաք, թե լավ պասերով ինչպես ուզեցին, որ այսպիսի խորհրդարան լինի։ Բայց հիմա դրանից հետո դա չի նշանակում, որ նեղանանք ու մի կողմ քաշվենք։ Հիմա ընդհակառակը բեռը ավելի մեծացավ, շատ ավելի մեծացավ, եւ պետք է մենք մտածենք, այո, ամեն մեկս մեր տեղում, մեր ուժերի ներածի չափով աջակցենք, որ այդ ծրագիրը կյանքի կոչվի։ Դրա համար նրանք, ովքեր հասկանում են, որ այսօր այդ միակ ուժը, որին կարելի է ուղղակի աջակցել, Հայաստանի շնորհապետական կուսակցության հետ կապ պաշտպանեք գրասենյակի հետ, տեսեք ինչով կարող եք օգտակար լինել կազմակերպական հարցերում, անդամակցության հարցերում, եթե կցանկանաք այդ կուսակցությանը անդամակցել, ձեր աջակցության հարցերում ֆինանսական եւ այլ եւ այլ։ Շատ օգտակար բան արած կլինեք, ժողովուրդ ջան։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտոնյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։